Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Իրանում զոհերի թիվը շուրջ 800 է, հաղորդում են Իրանի պետական լրատվամիջոցները, վկայակոչելով Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկի կոմիտեն։ Իրանում սպանված 168 երեխաների հրաժեշտի օրը Մելանիա Թրամփը ցավակցել է զոհված ամերիկացի զինվորների ընտանիքներին։ Այսօր Իրանում անցկացվել է Մինաբի տարրական դպրոցի իսրայելա-ամերիկյան հարվածների հետևանքով սպանված 168 աղջիկների հրաժեշտի պաշտոնական արարողությունը։ Գրոհի հետևանքով զոհվել են նաև աշակերտների ծնողներ եւ աշխատակազմի անդամներ։ Զոհվածներից 69-ի ինքնությունը դեռ պարզ չէ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալով եւս 95 մարդ վիրավորվել է։ Զոհված երեխաների հիշատակը հարգելու համար փողոց են դուրս եկել հազարավոր մարդիկ։ Ահա այսպիսի տեսք ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկված Գոլեստանի պալատը ամերիկա-իսրայելական հարվածներից հետո։ Ըստ իրանական ԶԼՄ-ների այսօր հարվածել են Թեհրանի Փիրուզի փողոցում գտնվող ոստիկանության հետախուզական բազային։ Իրանի հարվածներից մեկի թիրախում է հայտնվել Օմանի Սալալա նավահանգիստը, ահա կադրերը։ Իսրայելական Մոսադի գործակալները կոտրել են Թեհրանի տեսահսկման ցանցը եւ տարիներ շարունակ լրտեսել Ալի Խամենեին, նրա թիկնապահներին ու այլ բարձրաստիճան իրանցի պաշտոնյաներին։ Հարձակումը ծրագրել են ամիսներ շարունակ եւ գործել են, երբ հաստատվել է Խամենեիի գտնվելու վայրը, գրում է Daily Mail-ը։ Իրանի դեմ սանձազերծված պատերազմը կարող է խթանել միջուկային զենքի ստեղծման ուղղված ջանքերը ոչ միայն Իրանում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այդպիսի խթաններ անմիջապես ի հայտ կգան Իրանին սահմանակից արաբական երկրներում։ Այդ իսկ պատճառով միջուկային զենքի տարածումը կանխելու նպատակով մեկնարկած պատերազմը կարող է տրամագծորեն հակառակ հետևանքներ ունենալ, հայտարարել է Լավրովը։ Նավթի գինը շարունակում է աճել։ Այսօր առավոտյան Brent տեսակի նավթի գինը Լոնդոնի բորսայում աճել է շուրջ $5, հասնելով $82.68 մեկ բարելի դիմաց։ Սա Brent տեսակի նավթի ամենաբարձր գինն է 2024 թվականի հուլիսից ի վեր։ Իրանը կդիմակայի ցանկացած ագրեսիայի, զինված ուժերը պատրաստ են դրան, Հայաստանում Իրանի դեսպանն է հայտարարել։ Եթե նույնիսկ բոլոր երկրներում փոթորիկ է, մենք պետք է կարկանդակ ուտենք, խորհրդարանում ասել է Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով սոցցանցում տարածված հայտնի տեսանյութին։ Երբ որ ամբողջ աշխարհում փոթորիկ է, երբ որ մեր շուրջը պատերազմները մեկը մյուսից հետո ծլում են, մենք շարունակում ենք ամրապնդել մեր խաղաղությունը։ Այս վերջերս TikTok-ում, իսկ ես TikTok ունեմ, ասեմ իմանալ։ TikTok-ում աչքովս ընկավ, չէ, TikTok-ում մի բան ուներ, մի վիդեո տեսա, սենց տարածաշրջանն է մեր ձավոր արևելյան, Կովկասնոլավա երևում, ցույց է տալիս սենց բան, պայթյուն Իրանի մասում, այսինքն պայթյուն, չգիտեմ, Իսրայելի մասում բան, եւ Հայաստանի վրա Նիկոլ Փաշինյանի դեմքն է կարկանդակ ուտելուց։ Ես չգիտեմ այդ տարածողը դա տարածել է որպես բացասական հակագովազդ թե ոչ, բայց ես ձեզ վստահեցնում եմ, դրանից լավ գովազդ չի կարող լինել մեր իշխանության վերաբերյալ, որտեղ մեր ուզածը հետեւյալն է, երբ որ բոլոր տեղերը փոթորիկներ են, եթե իհարկե մենք չենք ուզի, որ բոլոր տեղերում փոթորիկներ լինեն, բայց եթե բոլոր տեղերը փոթորիկներ են, մեր ուզածը հետեւյալն է, մենք այդ փոթորիկներից հեռու եւ անմասն նստած ուտենք մեր կարկանդակները նույնիսկ։ Հանրապետական կուսակցությունը գնահատել է իր շանսերը եւ վստահ է, որ ընտրություններին մասնակցելու պարագայում իրենց հավաքած տոկոսը անցողիկ կլինի։ Ճեպազրույցի ժամանակ ասել է падգամավոր Հայկ Մամիջանյանը։ Նրա խոսքով իմպիչմենտի եւ ընտրական գործընթացը իրար հետ չի հակասում։ ՀՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Հանրապետական կուսակցության հերթական 18-րդ համագումարն անցկացվելու է ապրիլի 4-ին, որտեղ կհայտարարեն ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին։ Թե կոնկրետ ինչ առաջարկով ենք մենք հանդես գալու դաշտին,
կլսեք գործադիրի մարմնից հետո, բայց այն, որ impeachment-ը հավասար է, նույնական է փողոցային պայքարին, այդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Գալեք մնում եք ձևաչափը քննարկեք, հասկանալի ճիշտ հասկացանք։ Մենք Դավիթ Համբարձումյանի մոտեցումները Ես ներողություն եմ խնդրում Լուսինե ջան, բայց կարծում եմ, որ հանրապետական որևէ ներկայացուցիչ երբեք չի կարելի հարցնել դուք եք փողոց դուրս գալու թե ուրիշներ ավարտեմ Կանելու պարոն Մամիջանյան, թե ձեր հույսը ամբողջությունների են պատրաստվում։ Ի վերջո Սերժ Սարգսյանը մի քանի ամիս առաջ է անոնսել, մի քանի օր առաջ է անոնսել իմպիչմենտի գործընթացի մասին ու հիմա դուք որ ասում եք չեք քննարկել, կներեք չենք հավատում որ չեք քննարկել, դուք քննարկել նորություն կլինի իմպիչմենտի։ Թե դուք ինչին եք հավատում, չեք հավատում, ինձ ճիշտ ասած առանձնապես չի հետաքրքրում, իսկ եթե չի հետաքրքրում, ուրեմն մի հարցրեք ինձ որևէ բան։ Ինչ վերաբերում է հանրապետականին հարցնել դուք եք փողոցում լինելու, թե ինչ որ մեկին եք փողոց ուղարկելու, ճշտեք թե քանի հանրապետականը երբևէ բերման ենթարկվել ակցիաների ժամանակ, քանի հանրապետականը հարցը այդպես չի հնչել, հարցը այդպես չի հնչել։ Հարցը հետո խմբագրվել է, թե ձեր հույսը մյուսներն են նաև։ Բանավեճը չի, որևէ հանրապետականին երբեք չի կարելի մեղադրել փողոցում չլինելու համար։ Ալեն Սիմոնյանն է արձագանքել ՀՀԿ անդամների հայտարարություններին փողոցային պայքարի եւ իմպիչմենտի վերաբերյալ նշելով, որ շուտով ընտրություններ են եւ նման կոչերը անիմաստ են։ Ինչ վերաբերում է իշխանության հասցեին Սերժ Սարգսյանի մեղադրանքներին, Սիմոնյանն առաջարկել է նրան մասնակցել ընտրություններին, եթե կարող է։ Խոճապի մեջ ենք։ Բայց ասացին նաև կպատանել։ Ես ձեզնից եմ իմացել, բայց Հեսա ընտրությունները ինչ impeachment, ինչ փողոցային պայքար։ Հանրապետականի impeachment-ը Եվ ԽՊԻ պատգամավորների հետ այդ զրույցը։ Գիտեմ, Նարեկ ջան, բայց չի ընտրություններից առաջ, ընտրություններին 6 ամսից առաջ, եթե ես չեմ սխալվում, օրենքով էլ չի թույլ. Հա, բայց հանրապետականները չգիտեմ, ասենք 400 հոգի մարդ չունեն, իրանք ընտրություններին մասնակցեն, իրանք ինչ impeachment անեն։ Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը քննարկել են թոշակների բարձրացման հարցը։ Վարչապետը նշել է, որ կառավարության առաջիկա նիստում պետք է թոշակները շուրջ 10,000 դրամով բարձրացնելու վերաբերյալ որոշում ընդունեն։ Այսինքն 500,000 մոտավորապես 600,000 քաղաքացիներին է բարձրանալու ուղիղ 10,000 դրամով եւ ներողություն մենք ինչքան ունենք շահառու 660,000։ Այսինքն մոտավորապես 60-90 ավել Այնտեղ որտեվ ես որ ասում եմ ուղիղ 10,000-ով, հիմա այն մյուս կտորի մեջ կան մարդիկ, որ ավելին է բարձրանում, քան նույնիսկ 10,000-ով։ Մինչև այդ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակվել, թե ինչպես են եգիպտացորեն գնում։ Նա Ալեն Սիմոնյանից հետաքրքրվում էր, թե արդյոք գումարը վճարել են։ Ով առավոտ շուտած գցում գործը, նա շահում է։ Լավ է։ Բայց մեր տեղական, հա։ Ալեն փողը տվի դեր մարդու փողը կորա։ Ավարտապետեն երանքինի մեր ասում։ Համոն փողը չի տվել։ Համոն փողը։ Համոն փողը չի տվել։ Միասին թերթենք մամուլի էջերը։ Ժողովուրդը գրում է, իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի շուրջ աղմկոտ պատմությունը մտել է քրեական փուլ։ Օրաթերթի հարցմաննի պատասխան քննչական կոմիտեն պաշտոնապես հաստատել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտը չկատարելը։ Այս արարքը նախատեսում է պատիժ, տուգանք առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ առավելագույնը 100 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում առավելագույնը 1 տարով, կամ կարճաժամկետ ազատազրկում առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկում առավելագույնը 1 տարի ժամկետով։ Սա մեղմ մասն է, բայց քանի որ Արթուր Հովհաննիսյանը պաշտոնատար անձ է եւ Էդգար Ղազարյանի պնդմամբ դատավճռի չկատարումը նույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարք է, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, պատժվում է տուգանքով առավելագույնը 20 պատիկի չափով կամ հանրային աշխատանքներով 80-ից 150 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակման առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկման առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկման առավելագույնը 2 տարի ժամկետով։ Քննչական կոմիտեից ժողովուրդ օրաթերթին փոխանցել են, որ այս փուլում իրականացվում են քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ քննչական եւ վարույթային գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։
Նույն աղբյուրը գրում է, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օրերս ներկայացել է հակակոռուպցիոն դատարան եւ հարցաքննվել COVID-19-ի գործով քննվող քրեական վարույթի շրջանակում։ Նախարարը դատարանից 2 անգամ ծանուցում է ստացել, սակայն զբաղվածության պատճառով այս ընթացքում չի ներկայացել։ Ի վերջո օրերս Ավանեսյանը ներկայացել է դատարան եւ ցուցմունք տվել, թե ինչ բովանդակություն են ունեցել Ավանեսյանի ցուցմունքները եւ ինչ զարգացումներ կարձանագրվեն գործով, առայժմ պաշտոնապես չի հաղորդվում։ Միայն հայտնենք, որ գործը քննվում է դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ։ Խոսքը վերաբերում է 2020 թվականին համավարակի ընթացքում իրականացված գործընթացներին եւ չարաշահումներին։ Այդ ժամանակ Անահիտ Ավանեսյանը զբաղեցնում էր առողջապահության փոխնախարարի պաշտոնը եւ հանդիսանում էր այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի ենթական։ Առաջիկայում նույն գործով նախատեսվում է նաեւ Արսեն Թորոսյանի հարցաքննությունը։ Վերջինս համավարակի տարիներին ղեկավարում էր առողջապահության նախարարությունը եւ հանրային դաշտում նրա հասցեին հնչել են սուր եւ աղմկահարույց մեղադրանքներ կապված համավարակի կառավարման եւ մահացության ցուցանիշների հետ։ Անգամ նրան մահվան նախարար պիտակն են տվել։ Փաստը գրում է, էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել տեսալսողական մեդիայի մասին օրենսգրքում։ Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն պետության հայտարարած սգո եւ հիշատակի օրերին գովազդի եւ զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռարձակողների կողմից արգելվում է։ Նշված սահմանափակման նպատակն է պահպանել սգո եւ հիշատակի օրերի հանրային, խորհրդանշական եւ բարոյական նշանակությունը։ Այնուամենայնիվ գործող իրավակարգավորումը կիրառվում է տեսալսողական մեդիայի բոլոր գովազդների նկատմամբ, անկախ դրանց բնույթից եւ նշանակությունից։ Մասնավորապես գործող իրավակարգավորումը գովազդի նկատմամբ սահմանում է ընդհանուր արգելք, առանց տարբերակելու գովազդի բովանդակային բնույթը կամ նպատակային ուղղվածությունը։ Արդյունքում սահմանափակումը կիրառվում է ինչպես զվարճանքի կամ ժամանցային տարեր պարունակող գովազդների, այնպես էլ զուտ տեղեկատվական բնույթ պարունակող հաղորդագրությունների նկատմամբ։ Էփշտեյնի գործով ցուցմունքի ժամանակ Բիլ Քլինթոնը նայելով հին լուսանկարներին ժպտացել է։ Փաստաբանը ստիպված է եղել նախկին նախագահի ձեռքից 2 անգամ վերցնել փաստաթղթերը։ Մերձ Մոսկովյան շրջանում կորած երեխան հայտնաբերվել է, բայց մահացած։ Կադրեր են հրապարակվել, թե ինչպես է ձյուն մաքրող մեքենան երեխայի վրա պատահաբար ձյուն լցնում։ 11-ամյա տղան այդ ժամանակ փոս էր փորել, որի մեջ խաղում էր տեխնիկայի վարորդը, նրան չէր նկատել։ Հետևեք անցուդարձին ամեն երեկո, կհանդիպենք վաղը նույն ժամին։